Նա ով սիրում է Աստծուն, Աստված լցնում է նրա սիրտն ու հոգին իր սուրբ հոգով և այդ ժամանակ իրականանում է այս սուրբ գրվածքը, որ Տեր Հիսուսը ասել է. ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Ինչ են այդ կենդանի ջրերի գետերը։ Դա Սուրբ Հոգու կյանք տվող խոսքերն են, որ մեր սիրտը լցվելով, մեր հոգին լցվելով, առաջին հերթին մեզ են կյանք տալիս։ Այսինքն, բառիս բուն իմաստով փոխում են մեր կյանքը, մեր անձնավորության բնավորությունը, մեր բերանից դուրս եկող խոսքերը ամբողջությամբ փոխվում են։ Հավատացեք բոլոր նրանք, ովքեր որ լսում են Սուրբ Հոգով լցված մարդկանց, չեն ուզում, որ հեռանան այդ մարդուց, այդ տեսակ մարդկանցից չեն ուզում հեռանան և ուզում են շարունակաբար լսել կյանք տվող խոսքեր, հույս տվող խոսքեր, Աստծո սիրուց դրդված խրատական խոսքեր, անգամ եթե որոշ դեպքերում այդ խրատական խոսքերը փոքր-ինչ խիստ ժեստ են պարունակում իրենց մեջ, բայց քանի որ Սուրբ Հոգու լեցունությունից են դրդված և Սուրբ Հոգու միջոցով են արտաբերվում, անգամ այդ խիստ խոսքերը բժշկության կարիք ունեցող մարդու համար հնչում են որպես դեղ։ Ինչ է պետք մեզ անել։ Պիտի հնազանդվենք մեր Արարիչ Աստծո կամքին։ Իսկ կամքին հնազանդվելու համար պետք է կարդանք Աստծո խոսքը։ Աստծո խոսքի մեջ հենց մենք հանդիպում ենք Աստծո կամքին, թե ինչ է պահանջվում մեզանից։ Սիրենք Տեր Հիսուս Քրիստոսին, հնազանդվենք նրա խոսքին և մեր փորից կբխեն կենդանի ջրերի գետեր։